Հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդին Նարեկը և նրա կինը հայտնել են իրենց սոցիալական էջերում, որ սպասում են իրենց առաջնեկին։ Ամիսներ շարունակ զույգը լռություն էր պահպանում և սպասված ուրախալի նորության մասին չէր հայտնում։ Սակայն երեկ Նարեկի կինը հոլովակ է հրապարակել, որտեղ զույգը պարզում է ապագա երեխայի սեռը։ Նրանք դուստր են ունենալու։ Star News-ը շնորհավորում է և ձեզ ներկայացնում հուզիչ կադրերը։ Ենք նաև, որ հանդիսավար հաղորդավար Սամվել Գրիգորյանը հաճախ չէ, որ մասնակցում է տարբեր հարցազրույցների։ Միայն տարիներ առաջ, երբ ամուսնանում էր Սամվել Գրիգորյանի դուստրը Նարեն, Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում Սամվելը մի քանի մանրամասներ էր հայտնել դստեր հարսանիքից ու իհարկե նշել, որ հանդիսավարը ինքը միանշանակ չի լինելու։ Ես այդքան օրիգինալ չեմ։ Այս գործը կվստահենք գործընկերներիցս որևէ մեկին, համոզված եմ, ամեն բան ավելի լավ կլինի, նշել էր Սամվելը։ Խոսելով դստեր հարսանիքով պայմանավորված էմոցիաների մասին, Սամվել Գրիգորյանն անկեղծացել է. «Գիտեք, մարդու տեսակը, դաստիարակությունը կամ կրթությունը այստեղ կապ չունեն։ Ամեն հայր էլ ծանր է տանում այդ պահը։ Ընտանիքիդ ամենաքաղցր ու սիրելի թիքեն գալիս են տանում։ Այդ ինչքան ամուր պիտի լինես, որ չհուզվես։ Բայց քանի որ վստահ եմ, որ դուստրս ապահով ձեռքերում է, հուզմունքս և լարվածությունս մեղմվում են»։ Պարզվում է, Սամվել Գրիգորյանը դստեր նշանադրությունից առաջ պայման է դրել զույգի առջև։ «Ես ասել եմ, որ նրանք ապրելու են Հայաստանում։ Առհասարակ, բոլոր երիտասարդ ընտանիքներին կոչ եմ անում վերադառնալ Հայաստան», նշել էր նա հարցազրույցի ժամանակ։ Ժողովրդի հետ զրույցում Սամվել Գրիգորյանը ներկայացրել էր նաև առաջիկա ծրագրերը։ Նա տեղեկացրել էր, որ շուտով վերաբացվելու է երևանյան ակումբներից մեկը, որի տնօրենը ինքն է լինելու։ Ինչ վերաբերում է հանդիսավարությանը, ապա մայիսին Կրեմլում կկայանա Armenian Music Awards մրցանակաբաշխությունը, որը ուղիղ եթերում կվարի նաև նա։ Նույն հարցազրույցի ընթացքում Սամվելը նաև նշել էր, որ որպես երգիչ փոքրիկ դադար է վերցրել։ Հարցին, թե արդյոք քրոջ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ զուգերգով հանդես գալու ցանկություն չունի, երգիչը պատասխանեց. «Քրոջս հետ երբևէ դուետ չենք ունեցել, թեև նման ցանկություն միշտ էլ եղել է։ Ամեն ինչ առջևում է։ Ինձ համար Արմինեն ինքնատիպ երգչուհի է և նրա տեսակը չի փոխարինվի, եթե անգամ դադարի աշխատել», անկեղծացել էր Սամվել Գրիգորյանը։ Սամվելը նաև խոսել էր տարիքի մասին ու նշել հետևյալը. «Եթե տարիքը կանանց վախեցնում է, ապա տղամարդկանց դեպքում հակառակն է, ուրախացնում է։ Տարիքի հետ տղամարդն առավել իմաստուն է դառնում, քանի որ կյանքն իր հետ տարբեր իրավիճակներ է բերում, որոնք տղամարդուն տեսակավորում ու ձևավորում են։ Տարիներն ավելի խելացի են դարձնում յուրաքանչյուրիս, ամեն դեպքում ես նման զգացողություն եմ ապրում», նշել էր նա։ Սամվել Գրիգորյանը չի թաքցնում, նվերներ տալուց շատ ուրախանում է, նաև նվերներ ստանալիս։ Այս ամենին զուգահեռ Սամվելն ընդգծել է. «Բայց իմ կյանքի լավագույն նվերը իմ ընտանիքն է, լավ կին, լավ երեխաներ, համերաշխ ու խաղաղ մթնոլորտ։ Նյութականը միայն պահի համար է, այն կյանքը հետաքրքիր չի դարձնում, կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիքն է», նշել էր Սամվել Գրիգորյանը։ Երգիչ Սամվել Գրիգորյանի դուստրը երգչուհի Նարե Գրիգորյանը ամուսնությունից հետո տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ շարունակում է իր գործունեությունը։ Վերջերս Նարեն հանդես եկավ բացառիկ նորությամբ այն մասին, որ դիմել է վիրահատության, ավելորդ քաշից հնարավոր հիվանդություններից խուսափելու նպատակով։ Ինչ խոսք, երգչուհու մոտ փոփոխությունն ակնհայտ է, կարելի է ասել, որ Նարեն անճանաչելի է դարձել։
Նա հրապարակել է վերջին լուսանկարներն ու ասել. «Սա դեռ սկիզբն է»։ Արել եմ իմ կյանքում շատ կարևոր ու պատասխանատու քայլ։ Շատ տարբեր միջոցներ փորձելուց և հիասթափվելուց հետո եկա այն մտքին, որ պետք է կտրուկ քայլերի դիմել ու ազատվել մի շարք հիվանդություններից։ Այդ քայլի անունն է վիրահատություն։ Իր հրապարակման մեջ խոստովանել էր Նարեն։ Star News-ը ձեզ է ներկայացնում Սամվել Գրիգորյանի դստեր վերջին ինստագրամյան լուսանկարը, որտեղ ակնհայտ երևում են փոփոխությունները։ Ու տեսեք, թե որքան է երգչուհին գեղեցկացել։ Ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Նարեի եղբոր հարսանյաց արարողությունը, որի ժամանակ Նարեն իհարկե Հայաստանում էր։ Այդ ընթացքում Նարեն հասցրեց նաև մասնակցել Ասեկոսեկ.am-ի բացարձակ արժեք հաղորդմանը։ Star News-ը հետևել է երգչուհու անկեղծ զրույցին, առանձնացնելով հետաքրքիր մտքերը։ Հաղորդման ընթացքում Նարեն խոսեց որպես երգչուհի նախկինում իր առջև ծագած խնդիրներից, վատ մեկնաբանություններից, որոնք վերջինիս ստիպել են թողնել երգարվեստն ու աշխատանքի անցնել օդանավակայանում։ Նարեն խոսեց նաև ներկայումս Միացյալ Նահանգներում ապրելու և չհարմարվելու մասին։ Նա անկեղծացավ նշելով, որ 1 տարի դեպրեսիայի մեջ է եղել և սենյակում փակված մնացել, որից հետո որպես երգչուհի աշխատանքի հրավեր ստանալուց հետո փրկվել է։ Երգչուհին խոսեց իր կյանքի դաժան շրջանի մասին ևս, երբ շատ պատահական իմացել է ծնողների քաղցկեղ ունենալու մասին։ Այդ օրվանից երգչուհու կյանքն ու հայացքները փոխվել են, ու Նարեկացի կարդալով կարողացել է դուրս գալ այդ ճգնաժամից։ Այս ամենից հետո Նարեն անկեղծացավ, որ այժմ իր ծնողների առողջական վիճակը նորմալ է։ Իր մեկ այլ հարցազրույցի ժամանակ Նարեն խոսել էր Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառների, ինչպես նաև հիմնական, թե ժամանակավոր այնտեղ գտնվելու մասին։ Նա պատասխանել էր հետևյալ կերպ այդ հարցին. «Կցանկանայի հարցին հստակ պատասխանել, բայց իրականում որևէ հստակ պատասխան չունեմ։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ հայտնվել այստեղ և որքան կմնամ։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ, որ կրկին հայտնվեմ իմ սիրելի Երևանում։ Իրականում ամուսինս անհետաձգելի գործեր ուներ Միացյալ Նահանգներում ու չէր կարող ապրել Երևանում։ Նա գնաց Ամերիկա, ու մենք մի տարի իրարից առանձին ապրեցինք։ Իմ մասին չեմ էլ ուզում խոսել, բայց երեխաս ուղղակի չէր դիմանում հոր կարոտին։ Այն աստիճան էր կարոտել, որ երբ անծանոթ տղամարդու էր տեսնում, որն ինչ-որ չափով նման էր իր հայրիկին, ասում էր «պապա»։ Դա ինձ արդեն սարսափեցնում էր, ու հենց դա էլ պատճառ դարձավ, որ ինքս իմ դեմ գնալով եկա ԱՄՆ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Արդեն երկար ժամանակ է անցել, ինչ էստեղ եմ, բայց այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ինպես են մտածում, գուցե չհարմարվեն էլ երբեք այստեղի կյանքին», անկեղծացել էր Նարեն։ Նույն հարցազրույցի ժամանակ Նարեն նաև խոսել էր այն մասին, թե ինչպես է իր ամուսինը վերաբերում իր երգչուհու կարիերային։ «Ամուսինս երբեք դեմ չի եղել իմ կարիերային, ընդհակառակը, ինձ միշտ ոգևորել է, որ երգեմ։ Մենք ծանոթացել ենք հենց համերգի ժամանակ։ Մտերիմ ընկերուհիս Լուսինե Փիրոյանը համերգ էր կազմակերպել։ Ապագա ամուսինս Լուսինեի զարմիկն է ու մի ամսով եկել էր Հայաստան։ Մենք ծանոթացանք այդ համերգի ժամանակ ու իմ կյանքում սկսվեց հետաքրքիր և նոր փուլ։ Ոճային շատ լուրջ փոփոխություններ եղան էստրադայում։ Բոլորը դարձան միանման, կորցնելով իրենց առանձնահատկությունն ու յուրահատկությունը։ Այսօր դիմագիծ ունեցող երգիչները շատ քիչ են։ Երգի թատրոնի տարիներին ու դրանից հետո էլ միշտ ականջիս մեջ Գրիգորիչի ձայնն էր, թե եթե լսի, ինչ կասի։ Նա բոլորի գործունեությանը հետևում էր, բոլորից էլ տեղյակ էր, հարցազրույցներից սկսած մինչև որտեղ են աշխատում և ինչ են երգում, անկեղծացել էր Նարեն։